Բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, այսօր իմ ազատորն է, տանն եմ, օրը կեսօր է հասել, առանձնակի գործեր չեմ արել, բաղում խոնավությունը, գնացել եմ հարևաններիս տուն, այնտեղ ժամանակս անց եմ կացրել, հետո պայմանավորվածություն ունեի, նոր ինտերնետ կապ միացնելու իմ տանը ու արդեն եկել են միացնում են, արդեն մոտ 20 օր կլինի պատվիրել էի նոր ինտերնետ կապ, կաբելային կապ, որպեսզի բարելավեմ իմ ինտերնետ կապը, սիրելիներս, կարողանամ ձեր հետ ավելի լավ շփվեմ, հուսամ լավը կլինի, քանի որ հարևանները քաշել են այս կապից և գոհ են, և ես էլ հույս ունեմ, որ որպես վլոգեր, որպեսզի վլոգներ եմ տեղադրում և YouTube հարթակում տեղադրելը արդեն ինտերնետ կապի համար ծանրաբեռնվածություն է առաջանում, հուսամ կգոհացնի այս կապը, հիմա երկու տղաներով են, լարերը ամրացնում են ներքևը, այնտեղ կերևա, հարսացել է ցերեկային լույսի այդ ստոլբային, այնտեղ կարգավորումներ անում, և այնտեղից մոտեցնեմ, այն ներքևի ցերեկային լույսի վրա գործեր անում, այնտեղից կբերեն այստեղ էլեկտրական այս փայտի սյունի մոտ, այդտեղ կամրացնեն, հետո տեղից էլ արդեն հեշտ ու հանգիստ կքաշեն իմ բնակարան։ Այսպես, ես այս գործերով եմ, չգիտեմ այսօրս ինչպես կընթանա, այսօր չեն միացնի, միայն կմոնտաժեն, ինչպես որ իրենք ասեցին, այդ գործերը կանեն, կփորձարկեն, հետո տեսնենք, կոնկրետ բան չասեցին, ոչ մի բան, այդպես հստակ չասեցին, մի խոսքով այսօր չեն աշխատեցնի ինտերնետ կապը, միայն կամրացնեն, հետո կտեսնենք, Աստված առաջ, իսկ ինչ վերաբերվում է ինձ, թե ինչ գործով ձեզ կմիանամ, կփորձեմ իմ և ձեր օրը հետարքիր դարձնել։ Ես կադրից դուրս գամ, սիրելի հետևորդներ ջան, և հետևեմ այդ գործերին, եթե պետք լինի, կոֆեկի հյուրասիրեմ, քանի որ մենք հայրս այդպիսին ենք, ուզում ենք, որ ամեն մի մարդու, որ մեր օջախի դուռը բացում է, անկախ նրանից ինչ գործով, ուզում ենք, որ հյուրասիրություն կատարել։ Խանգարող ծառերը կտրում ենք, սիրելի հետևորդներ ջան, իմ տոկի սղոցը տվել եմ, դրանով կտրեմ, որ հեշտ լինեն։ Կոֆե հյուրասիրեցի տղաներին, արդեն գնացել են, լարերը կապել են, վաղը կգան, շարունակություն կգան։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից նոր եմ եկել, տրամադրությունը շատ բարձր է, ինտերնետ կապի համար եկել են այդ տղաները և կոֆե եմ դնում նորից։ Վլոգս տեղադրեցի, արդեն դուք դիտում եք այս պահին, այդ վլոգը ես աշխատավայրից էի տեղադրել, սիրելի հետևորդներ ջան, և ոչ մի գրառման չեմ հասցրել պատասխանել, քանի որ դե աշխատանքի մեջ եմ լինում, բայց մի թեթև աչքի տակ էի անցկացրել, տեսել եմ, թե ոնց եք ջերմորեն իրար հետ շփվում, Ժենյան, Աշոտը և բոլորդ սիրելի հետևորդներ ջան, իրենք ներս ու դուրս են անում տանը, երեկ որ մոնտաժային գործերն արել էին, այսօր էլ արդեն իմ ինտերնետ կապը միացնում է, նաև հեռուստացույցի համար ալիքներ պիտի բացեն, գործ պիտի անեն ու սիրելիներս կոֆե եմ դնում իմ և իրենց համար։ Հիմա կասեք, այ Անուշկա, բա ինչի երկու ջազվայի մեջ, քանի որ արդեն գիտեմ, որ այդ տղաները քաղցր կոֆե են խմում, իրանց համար առանձին քաղցր կոֆե դնեմ, իմ համար էլ առանձին ծառը կոֆե դնեմ, եկնեք մի քիչ
վերցնեմ։ Միևնույնն է, 2 բաժակը, բայց նա ավելի շուտ է եփել սրանից, 3 որ եփել եմ, դե գիտեմ, 3 չկարողացա սենց միանալ ձեզ, երես, քանի որ իրենցով զբաղվեցի, դրանից հետո էլի բարձրացել եմ Տիկին Անահիտ Անստուն, թորնիկի ծնունդներ, Անիի ծնունդներ, 2 տարեկան դարձավ, գնացել եմ, նշել ենք հարևաններով, ուրախացել ենք և սիրելի հետևորդներ ջան, այդ ձևով էլ վլոգ շարունակեցի, նույնիսկ այդ ընթացքում էր, որ ինձ զանգեցին, ասեցին գալիս ենք ինտերնետ կապը, մոնտաժային աշխատանքներ անենք, մի խոսքով ծնունդի էի իջա ներքև, հետո էլի իջա վերև, ու հենց օրս խառնվեց։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ ուրիշ գդալ չեմ բերել ստեղ, հետո արդեն գիտեմ, որ այդ տղաները քաղցր են խմում, քաղցր, ուրեմն քաղցր, շատ մարդ քաղցր է խմում, այո, ասենց հավեսով քաղցր կոֆե եմ եփում, ընդհանրապես կա չէ որ ջազվան լիքը կոֆե ենք եփում, խոսքի մի 4-5 հոգու համար, մեկը քաղցրասիրում, մեկը կիսաքաղցրասիրում, մեկը դառնասիրում, մենք էլ ուզում ենք այդ ամբողջը մի ջազվայի մեջ եփել, հետո անկեղծ ինձ այդ ձևով դուր չի գալի։ Օրինակ առաջվա տարիներին ես ինքս էլ քաղցր կոֆեի սիրահար ու նման դեպքերում պիսոկը լցնում էին բաժակի մեջ, այդ կամ կոֆեին լցնում, խառնում, թենց այդքան էլ համով չի, ամենահամովը էնա, որ պիսոկը հետը կոֆեն էփում ենք, կամ էլ թե չէ, սաղս էլ երևի թենց ենք անում, մեր փայի դառը վրիցը իրենք ունում, կամ ով որ դառնասիրում, նրա փային դառը կոֆեն մի հատ վրիցը լցնում ենք, ռեսի սերը հետը ղեկում ենք, հետո այն տակի նոր պիսոկ ենք խառնում, թենց էլ չի համով սիրելի հետևորդներ ջան, ամենալավը առանձին էփելն է, ճիշտ է մի քիչ զահլայա, մի 2 ջազվային կզբաղացնում, բայց ամենալավը սենց է։ Հիմա բաժակները բերասավորեմ և սիրելի հետևորդներ ջան, իրենք այս պահին իմ տանն են, հյուրասենյակում են, բաժակները այստեղ էի թողել, եկել որ եփել էի, էլ չեմ տարել դարակում դրել, այս մեկ նրանցի, այս ինձ, տեսել իրանց։ Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, քանի որ մինչ այս ինտերնետ կապը օգտվում էի Յուքոմիի կապից և անկեղծ հեչ գող չէի սիրելի հետևորդներ ջան, 3 տարի օգտվում էի Յուքոմիի շարժական կապից ու ընդհանրապես գող չէի, քանի որ չգիտեմ, պատճառաբանում էին, որ մեր տեղանքից է, մեր տունը հեռու է և այլն, տնից դուրս էի գալի, որ խոսքի բակում նստեմ, ասենք զանգեմ իմ երեխանց հետ խոսամ, նույնիսկ դա չէր լինում, չէի կարողանում նույնիսկ WhatsApp-ով տեսազանգ խոսել, հատկապես վերջի մի տարվա մեջ ընդհանրապես միայն ձայնային, որ կարողանում էի շփվել իմ երեխաների հետ WhatsApp-ով։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այս նոր կապը որ քաշում եմ, շատ շատերն են քաշել, գոհ են, չնայած որ իրենք վլոգեր չեն և վլոգներ չեն տեղադրում, հիմա առաջնային ինձ այդ հարցն է տանջում, իրանց կոֆեն եփեց, քանի որ պեսոկով եմ, մի հատ կտտեմ, պեսոկը տակը նստած չմնա կպչի ջազվի տակիցը, հետո համով կոֆե եփեմ այդ մարդկանց համար, ինն էլ արդեն խշխշում է, իրար հետ կլցնեմ, կտանեմ, դրա համար եմ անհանգիստ սիրելի հետևորդներ ջան, դե իրանց հետ նախապես այդ ամեն ինչը քննարկել եմ, գիտեմ, հարցրել եմ, հարցիս պատասխանը ստացել եմ, իրանց պատասխանները ինձ գոհացրել է, դե խոսքը գոհացրել է, մնում է գործն էլ գոհացնի, Աստված առաջ կտեսնեմ,
Ուրեմն այսօր իրանք եկան ինձ աշխատանքի վայրից բերեցին տուն, նաև գնումներ ունեի անելու, էլ չկարողացա, զանգեցին ես գործի տեղն էի, վլոգս նոր էի տեղադրել, աչքի տակով մի հատ էլ տեսա, որ իմ էջում ջերմություն ա տիրում, որի համար բոլորից շատ շնորհակալություն։ Ես ինչ շատ լավ եմ զգում, որ իմ էջում հաշտ ու համերաշխություն ա տիրում և սեր ու ջերմություն ա տիրում, միշտ այդպես սիրելիներս, միշտ առաջ, հիմա կոֆեն լուծնեմ, և տանեմ, կոֆեն կխմենք, իրանք իրենց գործը կանեն, վլոգ չունեմ տեղադրելու, սա պիտի տեղադրեմ, վաղը կհասնի ձեզ, այս վլոգի շարունակություն կտամ, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի կարողանամ վաղը ձեզ միանալ, ձեզ հասցնել, գիտեմ, թե ինչքան սիրով եք ինձ սպասում և ինչքան սիրով եք դիտում և դրանով ինձ շատ եք ոգեշնչում։ Այս պահին ես կադրից դուրս գամ և գնանք մենք կոֆե խմելու, դուք էլ ձեր կոֆեն եփեք, միացեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, տարածեք, լայքեք և ցույց տվեք ինձ ձեր ընկերներին, որպեսզի նրանք էլ իմ տեղը իմանան։ Ընդհանրապես այս կապը ինչ կապ է էլի, դե կա յուքոմ, կա վիվա, սա ինչ յուքոմ, բայց ավելի ուժեղացված էլի, հա? Շատ լավ։ Քանի որ ես յուքոմից մի քիչ դժգոհ եմ, այդ շարժական կապը էլի դե, բայց թե ձեր կապին շատ են գովում։ Համել, որ ուշադիր եք էլի, ամեն մի պահ, եթե խնդիր ա լինում, մոտենում եք։ Հա, լավ կլինի էլի, իրար օգնենք, որ չհոգնենք։ Մեր տելևիզորի ալիքները, այդ բանը որ կա, չէ, ընդեղ դեռ սրածա, տալերկա ենք ասում, չէ, սաղս է, նրանով էր, հետո դե արդեն էնել եմ հանել, եթե ուզում էի տելևիզոր միացնեմ, այնա յութուբով իմ ուզած մի որևէ բանը միացնում էի։ Այս ալիքների համար հարևանուհիս խորհուրդ տվեց, իրա խորհրդով ասեցի լավ։ Քանի որ այդքան ժամանակ էլ չի լինում, այլ որ նստեմ, տելևիզոր նայեմ, եթե պետք ա եղել, հեռախոսով եմ նայել։ Ապրեք, որ սենց տրամադրված, լավ աշխատում եք հավեսով։ Այս արդեն դեսպել ես։ Ընդհանուր դա է։ Տելևիզորի վրա եք աշխատանքներ տանելու, թե այդտեղ առանձին դուք այդ գործիքով եք տալու դա այդ կապը։ Տելևիզորի վրա կապ են ունենում։ Հա, բարսա։ Շատ վաղուց որ այդ գործերի մեջ չեմ։ Պահանջարկը շատ է, չէ։ Այսինքն, եթե հիմա այն մյուս հարևանս, որ ուզում է, մի քանի ամիս կտևա, հա, որ հերթի մեջ մտնի։ Հա, դե հերթից է կախված, մեր մոտ գրաֆիկ չկա տան հերթերի։ Հերթերի գրաֆիկ չկա, ուղղակի ասենք, այսօր եթե… Ինքը կա հերթերի գրաֆիկ։ Հա։ Բայց մենք չունենք, էլի, մենք չենք իրապետում տենց տելեֆոն։ Հա, բարձա, հա։ Դրա համար եմ ասում, որ… Ձեր տնօրենին ամեն դեպքում մենք կասենք։ Հա։
Հարսյա։ Հիմնականում դե ես ուժեղ կապն եմ ուզում, որ կարենամ օգտվեմ, իմ վիդեոները տեղադրեմ YouTube-ում, շուտ տեղադրվի։ Օրինակ բարեկամիս տանը 5 րոպեում տեղադրվում է իմ վիդեոն։ Այն մյուս հարևանիս տանը կես ժամում է տեղադրվում։ Իսկ իմ այդ յուքոմի շարժական կապը ժամեր էր տևում, նույնիսկ սուտկա էր տևում։ Այդ պետքա պատից կպցնեք այդ ապարատը։ Հա։ Հա, դա հարմար է։ Եթե կուզենամ տելևիզորը տեղափոխեմ, նախապես կասեմ, կգաք մոնտաժային գործեր էլի կանեք։ Տրայնի կա պետք։ Չկա դեպք։ Հա։ Կոֆեն խմեցիք։ Համարյա։ Բարմորա։ Ինձ հիմա դուք պայմանագրի թուղթ եք տալու դուք եք տալու։ Հա, այսօր ես ձեզ գումար են տալու։ Ոչ մի գումար չեք տալու։ Հա, ինչ լավ է, ինչ լավ է։ Այդ հենց մարդկանց տրամադրում եք, օրինակ առաջ այս կաբելային կապը սկզբից 30 թե 35,000 նախնապես վճարում էին, սիրելի հետևորդներ ջան, բայց հիմա, ինչպես լսեցիք, ոչ մի գումար չենք տալիս այս պահին, եւ ընթացքում կտանք իդեպ ասել, նախնական մեծ գումար չենք տալիս, այլ ամսվա վճար, չէ՞, բաներ։ Ոչ շատ չէի քաղցրարել կոֆեն։ Իմ ալիքում ասեմ, որ շատ շատերը իմանա։ Իսկ այս տրայնիկը որտեղից է միանում։ Այս պատից։ Այդ մեկը չի աշխատում, էլի, այստեղ վերանորոգման գործեր պետք է անենք։ Այն այդ պատից միացրալ, այդ կողմը։ Այդ մեկն աշխատում էլ, այն մեկ աշխատող չի։ Իմ ալիքում ձեր մասին ասեմ, որ շատերն իմանան, որ ձեր կապը լավն է եւ շատ նորմալ սպասարկում եք կատարում։ Շնորհակալություն ձեզ նախապես։ Ասեք, խոսեք, տղաներ, ամաչում եք։ Ճիշտն ասեմ, ես որ գործ եմ անում, դաժե տապշե չեմ խոսում։ Ինձ թվում է ես խանգարում եմ։ Դե լավ, չշատախոսեմ, ես ուղղակի ուզում եմ իմ սիրելի հետևորդներին տեղեկացնել, իմ ուրախությունը կիսում եմ ձեր հետ սիրելիներս, միշտ ասել եմ, որ իմ վլոգները տեղադրելու համար, ինտերնետ կապի թույլ լինելու պատճառով, խնդիրների առաջ եմ կանգնում, միշտ որ գրում եք ուշանում ես, ուր ես Անուշկա ջան, այ հիմա տեսեք, որ ես տրամադրված իմ ինտերնետ կապը փոխում եմ, կաբելային եմ փոխում եւ հուսամ, որ կապը ուժեղ կլինի եւ ժամանակին ձեզ կհասցնեմ եւ չեք հասցնի ինձ կարոտել։ Ես կատեստից կամ սիրելի հետևորդներ ջան, որ իմ զրույցներով չխանգարում տղաների աշխատանքին, հետո կմիանամ էլի ձեզ։ Այդ տղաները իրենց գործն արեցին, գնացել են արդեն։ Ես էլ միացրել եմ տելևիզորը, YouTube-ն եմ միացրել, որ ստուգումներ կատարեն։ Անուշկա վլոգ եմ նայում։ Խոչաղ։ Մաքրություններ է կատարում Անուշկան, գրակավառել արդեն։ Զանգին ու զրանգին էլ դե կան ու կան իմ կողքին, սիրելի հետևորդներ ջան, միացեք իմ ալիքին եւ հետարքիր գործեր կտեսնեք, հետարքիր զրույցներ կլսեք եւ իհարկե կտրամադրվեք աշխատանքներ կատարելու։ Այս շուտվա վլոգը սա, որ նայում եմ, միացրի առաջինը սա բերեց, հենց այսպես էլ թողեցի։
Հիմա սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ցույց տալ այդ ապարատը, որ պատից կպցրել են, ահա, իրենց հեռախոսահամարը կարող եք ֆիքսել, հարկ եղած դեպքում կարող եք զանգել, եթե ուզում եք դուք էլ ունենալ ձեր տներում կաբելային ինտերնետ կա, սիրելիներս, բայց նույն սրտով կոֆե եմ ուզում, ուրեմն այդ կոֆեից բան էլ չհասկացա, եկեք գնանք մի հատ կոֆե խմենք էլ իրար հետ։ Ես իմ անվան անտառով բաժակը վերցրի, եկա որ սրանով կոֆե խմեմ, սիրելի հետևորդներ ջան, Որդան Կարմիր ֆիրմանա, նվիրել է ինձ իմ տաթևը, անցյալ տարի։ Ուրեմն, կամպոտել էի բերել, որ կամպոտել բացեմ, այդ տղաները ասեցին, պետք չէ, որ նեղություն կրեմ, իհարկե դա իմ համար նեղություն չէ, դա հարգանք է, իրանց գործը արեցին, ուղղակի որ միացա իրենց, սիրելի հետևորդներ ջան, ու նայում էի իրանց գործին, ուզում էի, որ իմանաք, թե այդ պահին ես ինչով եմ զբաղված, ինչ եմ անում, փորձեցի նաև իրանց զրույցը իմ կադրում լինի, որպեսզի ավելի հետաքրքիր լինի ձեզ դիտելը, ասեմ, որ 122 ալիք են բացել, այ, մեստեղ մի քիչ խառնամ, պետք է դասավորություններ տամ, ես մեկը խանգարեց, երևի հա դրան, հիմա կոֆե լսնեմ, Թենց բան կա չէ, որ կոֆեն խմում ենք ու բան չենք հասկանում, ինձ մոտ այդ պահն է, այս ինչքան լավ է, որ ես ջազի մեջ իմ կոֆեն անդ եմ ուզում եփվի, կամպոտնել եմ ուզում բացել, որ բերել եմ պետք է բացեմ, մի հատ կոֆեին հետևեմ, Մազերս այսօր եմ գնացել ֆենել, սիրելի հետևորդներ ջան, այս ձևով ես ինձ ավելի կոմֆորտ եմ զգում, հեշտ եմ լինում, այսքան լավ նորությունը, որ ձեզ ասեցի, բոլորս էլ հույսով լինենք, որ հենց այս վլոգը, որ պիտի տեղադրեմ իմ նոր ինտերնետ կապով, լավը կլինի և կարող եմ, եթե 5 րոպեում չտեղադրվի YouTube հարթակում, ապա գոնե 20 րոպե, կես ժամ, դրանից ոչ ավել, որպեսզի ես էլ կարողանամ իմ գործերը ճիշտ դասավորել ու այսքան շատ գործերը, հերթականությունը չխախտվի և ամեն բան իր խունով ընթանա։ Կոֆես մի փոքր հովանա, ես կամպոտը բացեմ, սարիմոշի կամպոտը, 2 կիլոգրամանոցով կրել էի, քանի որ սրա սոկը անմահական է։ Հատիկները այդքան էլ չէ, մանր-մանր է, նման չէ իմ ամփուշմոշի խոշոր հատիկներին, բայց սոկը շատ տարբերվող է, սիրելի հետևորդներ ջան, և շատ օգտակար, բնական ասպիրին է մոշը պարունակում, մրսածության, հազի, ջերմության, լիքը օգտակար հատկություններ ունի, իմ սմյուզի բաժակը բերել եմ, որ սրանով կամպոտը խմեմ, լցնեմ, գույնը տեսեք ինչ մուգ, ընտիր, չես խազ այստեղից, այս սենց ընտիր մոշի կամպոտ, հիմա սիրելի հետևորդներ ջան, այսքան զրուցեցի, այսքան խոսեցի, թե նրանց հետ և թե ձեր հետ, այսօր աշխատանքից նաև մի քիչ անաբեռնված էի եկել, հոգսերը դե գիտեք, որ շատ են բոլորիս համարել, բայց այդ ամենից մենք բոլորս էլ պետք է թեթևությամբ դուրս գանք, մեր ուղեղին շատ չծանրաբեռնենք, որ կարողանանք առողջ ապրել, երկար ապրել։ Սիրելի հետևորդներ ջան, այս փոփոխությունը, որ սպասողական էի արդեն 20 օր ավել, մեծ հույսեր ունեմ և վաղը որ կտեղադրեմ, ժամը կոնկրետ չեմ կարող ասել, վաղը շաբաթ է, 2 անգամ եմ գործի գնալու, մի հատ առավոտ շուտ գնալու եմ, մի 2 ժամից հետ եմ գալու, մի քիչ սպասելու եմ, ու էլի երկրորդ հերթ եմ գնալու, երկրորդ հերթից առաջ էլի ժամերը փոփոխական է, հստակ չեմ կարող ասել,
եւ կփորձեմ այն ժամին տեղադրել, որ ժամին որ դուք սովորեք եւ այդ ժամերի մեկին ձեզ սպասում։ Դրանից հետո մի հատ կպայմանավորվենք, թե որ ժամին է ձեզ հարմար իմ վլոգները դիտելը, որ ժամին եք ազատ լինում եւ հավեսով նստում ու նայում եք եւ ձեր գործերին ես չեմ խանգարի, որպեսզի ձեր գործերն էլ հունի մեջ իրանց ձևով գնան բնականon։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, իսկապես ուզում եմ գնալ այս մի կոֆեն, որ ասեցի բան չհասկացա մյուս կոֆեից, ուզում եմ սրանից բան հասկանամ եւ ուզում եմ գնալ առանձին խմել լռության մեջ, մի քիչ մտքերս իմի բերեմ, մտքերս հավաքեմ, մի քիչ հանգստանամ, հետո շարունակեմ իմ տնտեսության գործերը։ Այդ ալիքները, որ բացել են 122 հատ ալիք, անկեղծ եմ ասում, դրանք ինձ հեչ պետք չեն, չզարմանաք, նախ առաջին հերթին ժամանակ չունեմ, որ նստեմ հեռուստացույց նայեմ, սերիալներ նայեմ, ուրիշ կինոներ նայեմ կամ երաժշտություն լսեմ, առաջ շատ էի տելևիզոր սիրում, նայում էի ազատ ժամերին, նստում նայում էի սերիալներ, հուսական ֆիլմեր եւ իհարկե երաժշտությունը միացնում էի ու իմ տան գործերն էի անում, բայց հիմա գիտեք, որ իմ ազատ ժամին ձեզ եմ միանում, վլոգ եմ պատրաստում եւ իմ գործերը ցույց եմ տալի ձեզ։ Շատ պատահական, որ կմիացնեի այս ընթացքում եւ երաժշտություն կմիացնեի, ասենք երեկոյան ժամերին, երբ որ ամեն գործ ավարտած եմ եղել, երաժշտություն եմ միացրել YouTube-ով եւ ասենք սկսել եմ պատասխանել ձեր գրառումներին, սիրելի հետևորդներ ջան, դե որ խոսքը հասավ գրառումներին, սիրելի հետևորդներ ջան, շատ ինձ լավ եմ զգում, որ իմ էջում լավ գրառումներ եմ տեսնում, շատ շնորհակալ եմ ինձ սպասելու համար, հույսով եմ, որ այս իմ նոր ինտերնետ կապը, կապելային, որ քաշեցի այսօր, շատ սպասեցնել չի տա, չեք անհանգստանա եւ նաեւ հուսամ լույսերի խափանումներ չենք ունենա եւ ժամանակին իմ վլոգները ձեզ կհասցնեմ։ Կարող եք շնորհավորել այսուհետ, իսկ վլոգը տեղադրվելուց հետո, որ ձեզ արդեն ես մյուս վլոգում կասեմ, թե որքան ժամանակում տեղադրվեց իմ այս վլոգը, նորից կարող եք առավելապես շնորհավորել, սիրելի հետևորդներ ջան, դե ես գնամ առանձնանամ, իմ կոֆեն խմեմ, որ բան հասկանամ եւ կարողանամ ամեն բան հունի մեջ տանել իմ կյանքը։ Առայժմ սիրելիներս, մինչ հաջորդ վլոգ։ Կապոտ սիլդան է։